Սահմանադրական դատարանը չհանձնեց քննությունը, Ազատություն ռադիոկայանին փոխանցեց դատարանում ընտրության արդյունքները վիճարկող Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, արձագանքելով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը։ Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը նույնպես ենթակա է փոփոխման այս կեղծ դատավճռի պատճառով։ Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը մյուս դիմումատուն նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում սպասված սուբյեկտիվ որոշում որակեց։ Դատարանը խուսափեց ուսումնասիրել ընտրությունների կեղծված լինելու մասին փաստող ապացույցները, ասաց Ղուկասյանը։ Նախագահի նախկին թեկնածուն մինչև ապրիլի 9 կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Եթե չհասնի դրան, քաղաքացիական անհնազանդություն կցուցաբերի։ Ինչքանով հասկանալի կլինի իշխող կուսակցության, որ ապրիլի 9-ից իրենց սպասելու զանգվածային քաղաքացիական անհնազանդություն, այդքանով ավելի իրենց համար հիմնավորված կլինի ինքնաբացարկ, Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։ Գագիկ Հարությունյանը ընթերցելով նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներն անփոփոխ թողնելու մասին Սահմանադրական դատարանի հերթական որոշումը երեկ նաև անդրադարձավ հարցին, որ իրենց որոշումները հաճախ ոչ միանշանակ են ընդունվում։ Վերջին որոշումը նկատենք հատկապես դիմումատուների կողմից խիստ քննադատության արժանացավ, որակվեց որպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ անթաքույց հովանավորչություն, կաշկանդված քայլ։ Թերևս նախապես կանխատեսելով գնահատականները, Սահմանադրական դատարանի նախագահը երեկ կարծիք հայտնեց, որ նման հայտարարությունների պատճառը նաև իշխանության նկատմամբ առկա անվստահությունն է։ Ընտրական գործընթացներով պայմանավորված հանրային դժգոհության նման արտահայտման խորքային պատճառները սահմանադրական գնահատումների տեսանկյունից շատ ավելի խորն է։ Դրանք զգալի չափով պայմանավորված են տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձևախեղման վտանգ է առաջանում։